Բարի լույս, եթերում առավոտը Շանթումն է։ Լույս բարի, այսօր ձեր արևները կլինենք մենք, որովհետև արև կարծես թե այսօր չենք տեսնելու։ Եղանակային պայմաններն են այդպիսին, մնացածը կարծես թե լավ է եւ հիշեցնենք, որ սա Շանթի առավոտյան եթերն է, ես Գորն եմ, Հասմիկը Հասմիկն է, ոչինչ չի փոխվել կարծես թե այս աշխարհում եւ այսօր արդեն մայիսի 13-ն է։ Իդեպ այսօր շատ հետաքրքիր օր է, որովհետեւ այսօր առաջին անգամ անցկացվել է Ֆորմուլա 1 ավտոմրցաշարը։ Ու այսօր նաև ինչ լավ անեցիք այդ ձայնը հատուկ պարապել եմ Ֆորմուլա 1-ի ձայները ես եմ հանում իրականում այդ ձայները գոյություն չունեն։ Մեքենայից չեն գալիս։ Իդեպ այսօր նաև Երևանում սկսել են կառուցել առաջին հիդրոէլեկտրակայանը, իսկ Ռուսաստանում հիդրոն դա ջուրն է։ Երկաթգիծը հիդրոէլեկտրոկայանը։ Այսօր մի հատ փոքրիկ էքսպերիմենտ եմ անցկացնելու առաջին գովազդից առաջ։ Խնդրեմ ինձ հիշեցնես Հասմիկ ջան, ուղի եթերում ուզում եմ սա սոցիալական էքսպերիմենտ է։ Շատ լավ։ Գովազդից առաջ։ Առաջին գովազդից առաջ։ Ու ինչպես գիտեք, այս շաբաթ ոչ աշխատանքային օր չկա, այնպես որ զինվեք համբերությամբ շաբաթը դեռ առջևում է եւ պետք է պրոդուկտիվ աշխատել։ Իսկապես պետք է պրոդուկտիվ աշխատել, եւս մեկ անգամ կրկնում անգամ եթե անձրև է գալիս կամ օրինակ, չգիտեմ, դուք ունեք վատ տրամադրություն, մեկը պետք է լավ աշխատել։ Որ լավ աշխատեք, կմոռանաք, որ ունեք վատ տրամադրություն։ Իդեպ եղանակի մասին մենք դեռ կհասցնենք խոսել, ինչպես նաեւ կունենանք հետաքրքիր հյուրեր, հետաքրքիր զրույցներ կունենանք նրանց հետ, կդիտենք շատ տեսանյութեր ու կլսենք լավ երաժշտություն։ Տարբեր երկրներ կգնանք, կվերադառնանք եւ կանենք մեկ փոքրիկ էքսպերիմենտ։ Մնացեք մեզ հետ, այս պահին երաժշտություն Շանթի եթերում, բարով վայելեք։ Ստինգը Նյու Յորքում եւ ինչ նուրբ է հնչում կլարնետ այս երգում։ Շատ Ի տարբերություն մեր կլարնետների, որոնք որ այդքան նուրբ չեն հնչում, իսկ հիմա եկավ այն մոգական պահը, երբ որ իմ աջ ձեռքը մի պահ կորում է կադրից եւ հայտնվում է այսպես։ Հայտնվում է մեր հովանավոր Ստարկ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարկ լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրությունը ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Ստարկ լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ քայքայվող են, նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Պետք է զանգահարել գնումների համար հետևել հեռախոսահամարով 044 84 81 01 կամ ձեռք բերել ուրեմն Ստարկի պարագաները Օզոն եւ Wildberries marketplace-ներից։ Նելին ամեն օր է աշխատում մի տարբերություն մեզ, տեսեք ամեն օր Նելին լվացք է անում եւ դա իր մոտ հիանալի ստացվում է։ Իսկ հիմա մի քանի խոսք եղանակի մասին։ Ինչ եղանակային պայմաններում ենք ապրելու, ասում են ծրտում է, հա։ Այո, մայիսի 13-ին Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, ամպրոպ, տեղ-տեղ հորդառատ, նույնիսկ կարկուտ կտեղա։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև քամուշ, գնացում օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի։ Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ եւ ամպրոպ, տեղ-տեղ անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժ գնանա, իսկ աստիճանը, ջերմաստիճանը կլինի 19-ից 21 աստիճան տաքություն։ Դե ինչ, մեր երկրի գլխավոր օդերևութաբանները, գլխավորը, բանը, ասել է, որ այս 3 օրում մենք կվերադառնանք մարտ, այսինքն գնանք անցյալ, իսկ հետո կգանք նորից ներկան, բայց դե ինչ, տենց բաներ ենք դիմացել, էլի կդիմանանք, բան չկա։ Տեսնենք, թե ավելի կոնկրետ ինչ եղանակային պայմաններում ենք ապրելու մենք, դուք եւ մեր բարեկամները, սիրելիները եւ հարազատները։
Վերադարձանք, այսպիսի եղանակային պայմաններում ենք ապրելու, իմիջիայլոց եղանակային պայմանները նաև մեզ մի քիչ խանգարել են նաև անցյալում, Կիրակի օրը 57 արտակարգ դեպք է գրանցվել քամու եւ տեղումների հետևանքով, ծառեր են ընկել, մեքենաների վրա ինչ որ կտուրներ են ընկել, մեկ մարդու գլխին ծառ ընկել։ Այո, նաև հղի կնոջը վնասել։ Այո, վնասել է։ Բացի այս նույն պատճառով, ամեն ինչ լավ է, այո, բարեբախտաբար։ Այս ամենի պատճառով որոշ ժամանակ օդում փոշու կուտակումը անթույլատրելի քանակի է հասել մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը 20 մմ/վայրկյան է, պայմանավորված է եղել մետր 20 մմ դանդաղ կլներ 20 մետր/վայրկյանում այդպես էր ամպրոպային գործունեությամբ այն առաջացրել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Փոթորիկներ էին ձևավորում Երևանում եւ այդ պատճառով այդ ամենը տեղի ունեցավ։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որ մենք ես ու Հասմիկը հասկանում ենք, որ ուժեղ քամու պատճառով փոշի կուտակումներ է առաջանում, համապատասխան օրգանները չեն հասկանում, որ օրինակ շինարարներին պետք է պարտադրեն, որ այդ քամու անգամ այդ քամու պատճառով այդ փոշու կուտակումները լինեն ավելի քիչ։ Դրա համար պետք է բոլոր շինարարական ուրեմն հրապարակները փակված լինեն հատուկ ուրեմն միջոցներով, որը որ կարծես թե մեր երկրում ցավոք սրտի չի արվում եւ իսկապես երբ որ այդ կադրերը տեսնում են, ես քաղաքից դուրս եմ, երբ որ տեսա, հիշեցի այն ֆիլմ սարսափներ կան, չէ, աշխարհի վերջի մասին, բան, այդպես Երևանը այդպիսի իրավիճակում էր, հուսանք, որ այդպես չի լինի, չնայած այսօր էլ են ասում, որ քամի է լինելու, վաղներ են ասում եւ աղը չեմիսորները։ Զգուշ եղեք եւ տնից դուրս գալուց, եթե հանկարծ օրինակ դուք ինչ որ քանակերում ինչ որ այգում ուզում եք օրինակ զբոսնել քամու ժամանակ, խնդրում եմ չմոռանալ հագնել ձեր սաղավարտը։ Ամեն դեպքում այս օրերը նախատեսված չեն զբոսանքի համար, բայց նույնիսկ եթե դուք որոշել եք տնից դուրս գալ, անկախ եղանակից արև է թե քամի թե անձրև, միևնույնն է օգտագործեք արևապաշտպաններ։ Ինչու՞, որովհետև մի րոպե էլ այդ սաղավարտների թեման միգուցե քաղաքապետարանը բաժանի մարդկանց սաղավարտներ։ Յուրաքանչյուրը կարող է իր համար գնել, կարծում եմ։ Հա, բայց դե շո որ մարդիկ իրենց բյուջեում նախատեսել են, չէ՞ որ գլխին բամբ դին գնի։ Սիրելի քաղաքապետարան, միգուցե բաժանեք մարդկանց սաղավարտներ, որ իրենց գլխին ոչինչ չընկնի, կամ ընկնելուց էլ, այսինքն սաղավարտը ոչ թե կպաշտպանի ձեզ, որ ձեր գլխին ոչինչ չընկնի, այլ ընկնելուց չի վնասվի ձեր գլուխը։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք մեր հեռուստադիտողին հիմա տեղեկացնենք, որ մայիս ամսին մելոմայի անվճար հետազոտության հնարավորություն կտրվի, քանի որ առաջին փուլում հայտնաբերելու դեպքում բուժման հավանականությունը 95% է։ Այսինքն շատ կարևոր է, որ առաջին փուլում դուք հասկանաք, որ ունեք մելոմա։ Մելանոման մաշկի ուռուցքային հիվանդություններից ամենաագրեսիվն է ու շատ դեպքերում այն մաշկի վրա լինում է փոքր ու տեսանելի ախտանիշներ չեն ունենում, սակայն կարողանում է ամբողջ օրգանիզմը ախտահարել։ Դրա համար խիստ անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվելը։ Հետազոտությունն անցավ է, ոչ մի բարդ process իրենից չի ներկայացնում, այնպես որ կարող եք տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել եւ ախտորոշվում է իդեպ տարեկան 60-ից 70 դեպք։ Դե եղեք ուշադիր եւ փաստորեն իսկ որտեղ է դա այդ անվճար հետազոտությունները պոլիկլինիկաներում։ Մենք 5-շաբթի օրը առավել մանրամասն կխոսենք այս թեմայից, այնպես որ պոլիկլինիկաներում եւ հիվանդացնում։ 5-շաբթի օրը չմոռանաք մեր եթերին հետևել, իսկ պաշտպանվելու համար իհարկե նորից ասեմ, որ արևապաշտպանն է օգնում եւ արևապաշտպան օգտագործելուց հետո 40 րոպե անց նոր կարող եք դուրս գալ տնից։ Այսինքն մի րոպե, պետք է քսուկսես։ Այո, արևապաշտպան քսուկ ես քսում, որպեսզի 40 րոպե սպասում ես։ 40 րոպե անց տնից դուրս ես գալիս, որպեսզի մաշկը չվնասվի։ 40 րոպե ավելի շուտ պետք է արտանաս, փաստորեն։ Ինչ լողանաս, բանանես, հետո քսուկ։ Առողջության համար ամեն ինչ կարելի անել։ Այո, առողջության մասին դեռ խոսենք, իսկ հիմա կարծես թե հա, հիմա շարունակում ենք, չէ՞, խոսել առողջության մասին։ Հիմա առողջության մասին ոչ, բայց հարմարավետության մասին ենք հարմարավետության եւ գեղեցկության մասին, այո։ Ձեզ ներկայացնում ենք մեր հովանավոր Եվրոֆուրնիչը կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF ընտրեք ու հաշված օրերանց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Եվրոֆուրնիչը կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն է Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165, կահավորեք ձեր բնակարանը Եվրոֆուրնիչների հետ
միասին։ Եվ ոչ միայն բնակարանը, օֆիսը, տաղավարը, ինչ ուզում եք։ Իսկ հիմա եկավ ժամանակը, որ ես դες հիշեցնեմ էքսպերիմենտի մասին։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ուրեմն սիրելիս, ձեր կոմունալ վարձեր ամուսինն է մտնում, դու տեղյակ ես դրանից։ Ուրեմն ես մտնում եմ կոմունալ վարձերը վճարելու, այս արդեն 4-5 ամիս է եւ իմ ջրի գումարը չի գրվում։ Չկա, գոյություն չունի։ Ես 3 օր ես պարբերաբար փորձում եմ ամբողջ օրվա ընթացքում զանգել Վիոլիա ջուր, որ parzեմ ինչ պատահեց։ Հիմա ուղիղ եթերում ենք դա անում եւ ես ուզում եմ հասկանամ հնարավոր է որ այնտեղից ինչ որ մեկը պատասխանի թե հնարավոր չէ, որտեվ այս մարդիկ ինձ թվում է այնտեղ մարդ գոյություն չունի։ Так, հիմա արդեն սխում եմ 1-0 միանգամից որ հարգելի բաժանորդ, սպասարկման որակի բարելավման եւ անվտանգության նկատառումներով ձեր զանգը կպատասխանեն հարգելի բաժանորդ, ներկապահին բոլոր օպերատորները զբաղված են։ Խնդրում ենք սպասել կամ սեղմել 9։ Գիշերնել եմ զանգել։ Հաղորդագրություն թողնելու համար։ Մեկը այսինքն երաժշտությունը հաճել, ինչ ուր գնալ։ Հաղորդագրություն թողնել, որպեսզի Որ ինչ անեմ, ասեմ բարև ձեզ, ես Գորն եմ, ինչ անեմ։ Ու ինչ հերոսի համար տեղեկացնեք ձեր խնդրի մասին, որպեսզի հետցան։ Սիրելի Վիոլիա ջուր, եթե դուք չունեք աշխատողներ, ես եւ Հասմիկը պատրաստ ենք գալ օգնել, որովհետեւ ազգը հարցեր ունի, ես դուք չեք պատասխան, աստղն էլ է պատրաստ գա։ Մկոնել ապա, բոլորս պատրաստ ենք եւ հա կարատիստներն էլ են պատրաստ են, ազգը պատրաստ է գալ Վիոլիա ջրում աշխատել։ Սիրելի Վիոլիա ջուր, մարդ վարձեք, որ աշխատի եւ մեր հարցերին պատասխանի։ Գովազդ շանթի եթերում մնացեք մեզ։ Գնացինք։ Վերադարձանք, եթեր Վիոլիա ջրից դեռ չեն արձագանքել, չենց կարող Դավիթ Հաշեմ ջրերը կտրել են։ Փլտ շատ խոսալու համար։ Իսկ հիմա հիշեցնենք, որ Երևանում մայիսի 7-ից 11 առաջին անգամ հայ ժողովրդի պատմության մեջ անցկացվեց Եվրոպայի կարատեի առաջնություն եւ մենք ունենք առաջին անգամ պատմության մեջ մեդալակիրներ։ Այո, Եվրոպայի կարատեի առաջնությունից։ Մենք դեռ կհասցնենք շնորհավորել նրանցից մեկին, հատկապես, քանի որ մեր տաղավարում է, բայց ասենք, որ բրոնզե մեդալակիրներ դարձան Գորն Սիսյանն ու Յուրա Զալյանը։ Սա առաջին նման առաջնությունն էր մեր երկրում ու մեր երկու հաղթանակները, մասնագետները պատմական են համարում։ Մեր տաղավարում են Գորն Սիսյանն ու Հայաստանի կարատեի հավաքականի ավագ մարզիչ, նաև Գորի անձնական մարզիչ Սարգիս Հովսեփյանը։ Բարի լույս։ Շնորհավորում ենք առաջին մեդալի կապակցությամբ եւ մաղթում ենք, որ երկրորդը լինի արդեն ոսկեգույն։ Շնորհակալ եմ շատ։ Նախ եկեք հասկանանք, թե իսկապես սա ինչ մեծ արարողություն էր մեր երկրի համար, որովհետև այս մեկ շաբաթվա ընթացքում, որտեղ 2 օր առաջ էին եկել մարզիկները եւ 1 օր հետո գնացին, քաղաքում մոտ 1000 սպորտսմեններ ենք տեսնում, տարբեր, ուրեմն, չգիտեմ, Սերբիա, Իտալիա, այո, եվրոպական երկրներ եկել են մասնակցել են։ Իրականում սա մեր բոլորի համար մեծ տոն էր, որովհետև նման բան Հայաստանում կարատեի պատմության մեջ դեռ չէր եղել եւ գլխավորությամբ մեր ֆեդերացիայի նախագահի դա իրականություն դարձավ, որի համար կրկին շնորհակալ ենք իրեն այս ամենը կազմակերպելու իրականություն դարձնելու համար։ Ինչպես էին արձագանքում եվրոպացիները, որ եկել էին, կազմակերպչական այդ բոլոր խնդիրները եւ այլ բոլոր լուծված էին։ Իրականում բոլորը ապշած էին, որովհետեւ մենք ինքներս շատ անգամներ գնում ենք եվրոպական երկրներ եւ մասնակցում ենք Եվրոպայի աշխարհի առաջնություններ եւ նման կազմակերպվածություն իրենք էլ չեն տեսել եւ մենք էլ չենք տեսել իրականում։ Պաստորեն, որ ուզում ենք, կարում ենք։ Այո, անելուց կամ չենք անում, կամ էլ անելուց շատ լավ ենք անում։ Իսկ ինչով էր պայմանավորված, որ այս հաղթանակները պատմական են, նախկինում նման պատրաստվածության մարզիկներ չենք ունեցել։ Ունեցել ենք, շատ ենք ունեցել, ուղղակի նախկինում մի փոքր sense կարող ենք անկեղծանալ, նախկինում երևի sense կազմակերպված թիմ չենք ունեցել։ Թիմի մասին դեռ խոսանք անպայման, որտեվ օրինակ, եթե չգիտեք,
մեդալային ընդհանուր ուրեմն զաչոտ ինչպես է հայերեն հաշվարկում, մեդալային ընդհանուր հաշվարկում Գերմանիայի հավաքականն էր հաղթել այս առաջնությանը, բայց մենք այդ Գերմանիայի հավաքականին հաղթել էինք, որը որ թիմայինում արդեն։ Լավ, հիմա անցնենք Գորին սկզբից, հետո թիմայինից խոսենք։ Գորին չի բրոնզ, ոսկուն պատրաստ չէր, ինչ խանգարեց, որտեղ սայթակեցիր, որտեղ սխալվեցիր։ Միանշանակ պատրաստվածությունը այնպես էր, որ ոսկուն էի ձգտում։ Մենք կիսաեզրափակում չէր իքեց, դիմացինս փորձառու մարզիկ էր, Խորվաթիա ներկայացնող մարզիկներ, չստացվեց, ինչ խոսք, բայց նա այս առաջնությունում հաղթող դարձավ։ Պարտվել եք միայն չեմպիոնին փաստորեն։ Այո, իսկ բրոնզե մեդալի համար Սլովակիան ներկայացնող մարզիկին եմ հաղթել, բայց դե սա հաստատ մոտիվացիա է ինքը իրանով ներկայացնում այս մեդալը, բացի իր գույնից, որպեսզի ավելի շատ աշխատեմ, կենտրոնանամ առաջիկա մրցաշարերի վրա, որպեսզի գույնը փոխվի մեդալի։ Գույնը փոխվի եւ անպայման լինի ոսկե գույն, որովհետեւ տեսեք կարատեում էլ է այդպես, արծաթը պարտության գույն է, բրոնզը անգամ հաղթանակի գույն է, որովհետեւ դու հաղթում ես բրոնզը։ Իսկ արծաթը պարտության։ Թող միայն ոսկիներ լինեն։ Հետագա։ Ինչ զգացի երբ իմացաք, որ բրոնզե մեդալակիրն եք լինելու։ Նախ մենամարտից առաջ փորձում էի չկենտրոնանալ այդպիսի մտքերի վրա, որ հաղթեմ ինչ կլինի կամ պարտվեմ ինչ կլինի, քանի որ այդպիսի մտքերը մարզիկին խանգարում են լիովին կենտրոնանալ եւ մտնել մենամարտի մեջ, չես կարողանում քո լիովին պոտենցիալը ցույց տալ այդ պահին։ Դրա համար ամբողջ ուժերս կենտրոնացրել էի, հավաքվել էի, քանի որ ավելի շատ հոգեբանորեն ֆակտորն է դեր խաղում։ Այն պատճառով, որ տան պատերը կան, ներսում ես, այո, եւ իհարկե պատասխանատվությունը ավելի շատ է տրիբունան, երբ որ վանկարկում է քո անունը, քո երկրի անունը։ Տրիբունան ծանոթ մարդիկ կային, կանեցիներ, ընկերներ, դասարանցիներ, բոլորներս, ընկերներս, հարազատներս, միանշանակ։ Առավելություն է, երբ Հայաստանում է տեղի ունենում, բոլորը կարողանում են գալ։ Եվ մենամարտից առաջ միայն ճիշտ եւ գրագետ մենամարտ անելու մասին էի մտածում։ Եվ Փառք Աստծո ամեն ինչ ստացվեց, բրոնզե մեդալը նվաճեցի, իսկ արդեն մենամարտից հետո ուղղակի չգիտեմ ինչ է զգում։ Պարոն Հովսեփյան, ինչ կասեք ընդհանուր թիմի մասին, ունենք երկու մեդալ, Գորը եւ Յուրան բերեցին բրոնզե մեդալներ, ինչ կասեք մնացածի մասին եւ ինչ խանգարեց թիմային պայքարում, ուժեղագույններին հաղթեցինք, հետո պարտվեցինք։ Ճիշտն ասած, տղաները լավ պատրաստված էին, բոլորն էլ լավ մենամարտեր են անցկացրել, անզիջում պայքար։ Մի փոքր մոտեցումներն այլ, թե մրցավարական, թե չգիտեմ, տղաների թերությունները, վրիպումները պայտակ սայթակեցին ինչ-որ մի թերությունների պատճառով, ուղղակի դա եղավ պատճառ, որ այդ պահին զիջեցին, թե չէ առհասարակ ոչինչով չէին զիջում, մի գուցե շատ բաներով էլ առավել էին մրցակիցներից։ Մի փոքր ուղղակի մոտեցումների խնդիր էր, որը ժամանակի հարց է։ Իսկ ինչպիսին է կարատեի մակարդակը այսօր Հայաստանում եւ արդյոք աղջիկների հավաքական կա թե ոչ։ Այո, իհարկե ունենք աղջիկների հավաքական, ընդհանուր մակարդակը վերջին տարիներին շատ է բարձրացել, որովհետեւ խոսենք այս տարվանից մոտ 3-4 ամսվա ընթացքում արդեն մեր հավաքականը ունի արդեն մոտ 4-5 պաշտոնական մրցաշարերից մեդալներ։ Միջազգային մրցաշարերից Քոսակյան Սուրենը վերջում երիտասարդական աշխարհի առաջնությունում յուտ լիգա է կոչվում, այդ մրցաշարի չեմպիոն դարձավ։ Ռոբերտ Հովանեսյանը Սերիա A-ում մեծահասակների մեջ է դա միայն տեղի ունենում, պաշտոնական շատ խոշոր մրցաշարում բրոնզե մեդալակիր նորից ունեցանք եւ հիմա էլ արդեն Գորը եւ Յուրան մասնակցեցին այս մրցաշարին եւ ունեցանք նորից բրոնզե մեդալներ։ Դա արդեն առաջընթաց կա։ Շատ մեծ առաջընթաց ունենք, մեծ աշխատանքներ է տարվում եւ հուսանք, որ այս տեմպերով կգնանք առաջ եւ կունենանք շատ ոսկե մեդալակիրներ եւ մեր հետևից եկող սերունդն էլ արդեն այս ամենը տեսնելով ավելի լավ կպատրաստվի եւ հաջողությունները ավելի կմեծանան։ Կարատեում կա երկու
Այսինքն կա մեկ խնդիր, որը որ մի կողմից լավ է, մյուս կողմից վատ։ Խնդիրը ֆեդերացիաների քանակության մասին է։ Երբ որ ասում ենք, որ ֆեդերացիաները շատ են, բարձ է, որ նաև մարզվողներն էլ են շատ։ Իրականում հետաքրքրություն դեպի կարատե կա։ Դա լավ է, որ մարզվողները շատ են եւ իրականում կարող ենք փաստել հաստատ, որ օրինակ Հայաստանում հստակ կարատեով ավելի շատ մարդ է մարզվում, քան օրինակ ծանրամարտով։ Միանշանակ, այդպես է։ Բայց միևնույն ժամանակ այդ նույն խնդիրը, որը որ ֆեդերացիաները շատ են, նաև խանգարում է այդ ֆեդերացիաներին իրար հետ միանալու, որտեղ բոլորը կարծես թե իրար հետ պայքարում են եւ ամեն մեկը ասում է, որ ինքն է ճիշտը, ինքն է ակունքներից, անդերից չգիտեմ, Ճապոնիայից գնացել փորել են այդ գոտին բերել են, սենսեի եւ այլն, եւ դա ընդհանուր կարատեին նաեւ խանգարում է, որ դառնա օլիմպիական սպորտաձև, որովհետեւ այդ միջազգային ֆեդերացիաներն չեն կարող իրար հետ լեզու գտնել։ Երկրներում է երևի նույն խնդիրը կա, ամբողջ աշխարհում, միայն Հայաստանում չի։ ամբողջ աշխարհում կա, օրինակ Հայաստանում ես sense կարճ ասեմ, որ կա մեկ ազգային կարատե ֆեդերացիա։ Так, Մնացածը ես չեմ կարող ասեմ, ամեն մեկը ինչ որ մի անոն ունի, իր ոճով կամ ինչ որ մի ֆեդերացիայով ակումբով, բայց մենք պատրաստ ենք, մեր ֆեդերացիան պատրաստ է, ովքեր ցանկություն ունեն անդգան, ընդգրկվեն, անդամակցեն ազգային ֆեդերացիայի հետ համագործակցեն, կարող են կապ իսկ հաստատել։ յուրաքանչյուր երկրում կա մեկ ազգային Այո, իհարկե։ եւ բոլոր այն թիմերը, որ եկել են, հենց այդ ազգային ֆեդերացիայի, որը որ պետությունը ճանաչում է որպես ազգային ֆեդերացիա, այդ երկրների միջև է տեղի ունեցել մրցաշարը եւ միջազգային օլիմպիական կոմիտեն նույն ձև ճանաչում է որպես ընտանիքի անդամ մեր Հովսեփյան։ Իսկ եթե հիմա օրինակ դուք լինելով մարզիչ, բավականին փորձ ունեցող, իմանում եք, որ Հայաստանում, չգիտեմ, Սպիտակում կա մի հիանալի կարատիստ, որը որ ձեր ֆեդերացիայից չի, կարող եք գնալ եւ ասել, եղբայր, արի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, թե այդպեսի փորձ չկա։ Նման ձևով չի լինում, դա իրանք տեղյակ են առհասարակ բոլոր, եթե կարատեից գաղափար ունեցող մարդը ինքը միանշանակ տեղյակ են, որ գոյություն ունի ազգային կարատեի ֆեդերացիա։ Գորը օրինակ ունի ինչ-որ միջազգային գրքույկ, օրինակ ձյուդոիստները ունեն, որ դա ֆեդերացիայում փոքր ժամանակվանից գրքույկը ստանում է յուրաքանչյուր ձյուդոիստ եւ կապ չունի որտեղ է մարզվում աշխարհի որ երկրում, հետո ընթացքում այդ գրքույկը ֆեդերացիան դա ունի, բացի դրանից գորը գրանցված է գորը միջազգային Միանշանակ, այո, on-line կայք կա, որտեղ անուն ազգանուն այսպես ասենք, էլի, հավաքում ես, քո ID-ն է բերում, քո հերթական համարը, պատմությունը, թե ինչ մրցաշարեր ես, այո, ռեյտինգային որտեղն ես գրավում, որ երկրի դրոշի տակ ես հանդես գալիս, մի խոսքով բոլոր տեղեկությունները կան։ Բայց այդ ֆեդերացիաները ինչի չեն կարող իր հետ լեզու գտնենք, որ դառնանք մի հատ մեծ ուժ թե մեր երկրում թե աշխարհում։ Մենք խնդիր չունենք, իրանց մեջ ցանկությունը եթե լինի, ցանկություն ունենան, կարող են կապ հաստատել ֆեդերացիայի հետ եւ այդ ամեն ինչը կարգավորել։ Եթե կարատեի մեջի մարդն ցանկություն ունեն իրենք, դա իրենք պետք է ընտրեն, ինչ են ուզում։ Ես ինքս եւ մեր ֆեդերացիայից չեմ կարծում ինչ որ մեկը գնանք իրենց ստիպեն կամ համոզենք որ կան իրենք։ Չէ, ստիպել բարձրավոր չէ, բայց դա ցանկություն է։ բարեխոսել չի։ Զուտ ցանկությունն է, իրենց ցանկությունն է։ Հասկացա։ Իրենց մեջ էլ միանշանակ լավ սերունդներ կարան լինեն, լավ երեխաներ, լավ ապագա չեմպիոններ, ովքեր կարան միջազգային նման խոշոր մրցաշարերի հաղթողներ դառնան։ Так, Հասմիկ։ Ես ուզում եմ վերադառնալ հաղթողի թեմային եւ խոսենք այս մեդալի մասին։ Գոր ասում են երբեմն պարտությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, քան հաղթանակը։ Ինչ է փոխվել այս մեդալից հետո, ինչպես եք հիմա մարզվում, արդյոք պահում եք ամենօրյա մարզման տարբերակները, թե փորձում եք մի փոքր հանգստանալ։ Նախ ասեմ, սա իմ եվրոպական երկրորդ մեդալն է։ Անցած տարի ես երիտասարդների մեջ Եվրոպայի առաջնության հաղթող եմ դարձել, բայց սա արդեն մեծահասակների մեջ էր եւ մեծահասակների պայքարի մեջ շատ ավելի դժվար է, քանի որ քաշային կատեգորիայում կան աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ։ Մի խոսքով շատ փորձառու մարզիկներ կան երիտասարդների մեջ։ Միանշանակ թե պարտությունից, թե հաղթանակից սովորում ես, բայց ճիշտ եք ասում, որ պարտությունից ավելի շատ ես սովորում եւ պարտավորվում ես դու քո հանդեպ։ Եթե գիտես, որ կարող ես ցկտել ավելին, ցկտել
հասնես ավելի լուրջ մեդալների եւ ավելի լուրջ մրցաշարերին, օրինակ ինչպես աշխարհի առաջնությունն է, հենց փորձում ես կենտրոնանալ այդ բանին, հասկանալ թե ինչ պարապմունքներով, ինչ ճանապարհ պետք է անցնես, որպեսզի հասնես դրան ու միանշանակ անցնում ես գործի։ Ընդհանուր պարապմունքների վերաբերյալ միանշանակ ամեն օր եմ պարապում եւ մրցաշարից առաջ այսպես ասած միջազգային ուսումնամարզական հավաք ենք ունեցել Ռուսաստանի հավաքականի հետ, որը նույնպես շատ նպաստեց մեր այսպես ասած տեխնիկական, թե տակտիկական առաջխաղացմանը, քանի որ այդպիսի բարձրակարգ մարզիկների հետ մարզվելիս քո մակարդակն էլ է բարձրանում։ Իսկ այժմ հանգստանում եմ մրցաշարից հետո, քանի որ մեծ աշխատանք է տարված եղել եւ հանգիստ այս բան չի խանգարում, բայց շուտով հետ կվերադառնանք մարզումներին ավելի լուրջ, ավելի ծանր պարապմունքներով եւ ավելի ուժեղ նպատակներով։ Ռուսաստանի Դաշնության հավաքականում մեր հայրենակիցը ցավոք սրտի պարտվեց թուրք մարզիկին եւ գրավեց երկրորդ տեղը։ Այո։ Եզրափակում մինչև 67 կիլոգրամ քաշային կարգում հանդես էր գալիս Յուրիկ Հովհաննիսյանը, Յուրա Հովհաննիսյանն էր հանդես գալիս, բացի իրանից նորից էլի հայ մարզիկ ունենք Կասպարյան Էդուարդ, իմ քաշային կատեգորիայում, ցավոք նա երրորդ տեղի մենամարտում պարտվեց։ Երրորդ տեղում երկու հայեր են փաստորեն, բավական ծանր է մեդալը, որն է լինելու հաջորդը, ինչին են պատրաստվում տղաները, ինչ մրցաշարեր կան ապագայում կամ մոտ ապագայում։ Ապագայում ունենք սերիա A նորից խոշոր մրցաշարեր, աշխարհի առաջնություն, հուսանք, որ հաշվարկային տվյալներով մեր միավորները արդեն ռեյտինգային միավորները բավականացնում են, որ մասնակցել։ Top 32-ն է կարողանում մասնակցել աշխարհի առաջնությունը, աշխարհի առաջնությանը հիմա փոփոխվել է կարգը եւ այսպիսի մրցաշարերով դուք հիմա ռեյտինգը։ Հիմա դեռ ռեյտինգային ընդհանուր ամփոփումը չի եղել այս մրցաշարից հետո։ Այս մեդալի կապված բարձրանալու է միանշանակ դեռ չեն հաստատել, դրա համար այս բանը չեն կարող ասել, բայց հուսով ենք 90%-ով կունենանք։ Որտեղ է աշխարհի առաջնությունը լինելու։ Եգիպտոս, Կահիրե։ Հա։ Ով է ուժեղագույնը աշխարհում, ճապոնացիները, այդպես է, դա ավանդական չէ, ոչ, ճապոնացիները ուժեղ են, բայց աշխարհում կան ամբողջ աշխարհի առաջնություններում կան շատ ուժեղ մարզիկներ, որ կա երկիր, որը համարվում է այտենց։ Այս պահին աշխարհի գավաթակիրը թիմային հաշվարկով եգիպտացիներն են, այո, իսկ աշխարհի առաջնության չեմպիոնը Հորդանան, Ջորդան, նրանք են։ Այսինքն արաբական երկրներում բավական ուժեղ մարզիկներ կան։ Ուժեղ են, շատ են, չգիտեմ, իրանց մոտ շատ ազարգացել։ Ճապոնացիներին ուտում են։ Չէ, այդպես թյուր կարծիքա։ Ճապոնացիները չէ, իրականում շատ ուժեղ են։ Նա քաշային կատեգորիա։ Իսկ եվրոպական երկրներում։ Եվրոպական երկրներում Գերմանիա հավաքականը, որ դարձավ թիմային հաղթող, ընդհանուր մեդալային ուրեմն այդ հաշվարկում։ Հարաբերական է։ Դե պարզա 3 ոսկի մեդալ վերցրեցին։ Ընդհանուր հաշվարկով Իտալիան էլ առաջատարը Իտալիան է։ Թիմային ընդհանուր մեդալների հաշվարկով բոլոր քանակներով, բայց ոսկիներով ուրեմն գերմանացիները ավելի շատ էին, չէ՞։ Այո։ Ոսկիները Իսկ թիմային ով դարձավ Եվրոպա առաջնության հաղթող։ Իտալացիները արդեն երկրորդ տարին անընդմեջ, այո, դարձան։ Նրանք էլ են բավական ուժեղ։ Այո։ Եվրոպական երկրներում մեր կարատեն շատ մեծ զարգացվածություն ունի։ Օրինակ մեր երկրում ըմշամարտն է, կամ բոքսն է, որ շատ են, ու կարատեն էլ ինչի՞ չէ, շատ են զբաղվում, բայց եվրոպական երկրներում ֆուտբոլը չհաշված, հիմնականում կարատեով են շատ զբաղվում։ Այսքան շատ մարզիկներ կան, պարոն Հովսեփյան, որն է գաղտնիքը կարատեն միայն սպորտ չէ ու ինչ արժեքներ է փոխանցում երեխաներին, որ ծնողները փորձում են կարատեի տալ երեխային։ Առաջին հերթին կարգապահություն։ Մեր մոտ հենց մարզիկը հաճախում է կարատեի, իրենց սովորեցնում են կարգապահություն, մուտք գործել մարզադալիճ, մուտք դուրս գալը, մի խոսքով վերաբերմունքը
պատասխանատվությունը, աշխատասիրությունը, խոսքով հոգևոր բաներ կա, որ մենք երեխաների մեջ սերմանում ենք եւ փորձում ենք ամենակարևորը լավ մարդ մեծանա տվյալ երեխան, ինչքան էլ որ սպորտային այս մեդալային պայքարը գնում է, որ մենք ունենանք մեդալներ, չեմպիոններ, չգիտեմ, մի խոսքով Ոչ բոլորն են դառնում չեմպիոններ, բայց շատ-շատերը դառնում լավ մարդ։ Ճիշտ դատողություն ունենան, զերծ մնան այս փողոցային բարգերից եւ միայն հպարտանանք, որ նման սերունդ են կրթել։ Պարոն Հովսեփյան, ինչ հարաբերությունների մեջ եք Օլիմպիական կոմիտեի հետ եւ օրինակ երբ որ գալիս է տղաների բանակի ժամանակը, ինչ օրինակ ԲԿՄ-ում ունենք, կարատեի բաժին թե չունենք, թե տղաները պարզապես գնում են բանակ, 2 տարի այնտեղ մարզվում են։ Ունենք նման մարզիկներ, որ իրենք տարեկետում են ստացել, մեդալակիրներ են դարձել միջազգային Եվրոպայի բրոնզե արծաթե մեդալակիրներ եւ տարեկետում կարատեի վրա էլ է դա ազդում։ Այո, կարատեի վրա էլ է դա ազդում եւ հիմա ցավոք սրտի մեր Յուրազալյանը հիմա հենց այս պայն ծառայության մեջ է։ Բանակից ուղեգիր են տվել ֆեդերացիայի հովանու ներքո է եղել 1 ամիս մասնակցել է մարզահավաքներին 19-ամյա Յուրազալյանը եւ մեծահասակների մեջ դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիմա որ դարձավ բրոնզե մեդալակիր, ինչպես պետք է շարունակվի ծառայությունը։ Ընթացքը ֆեդերացիան արդեն փորձի նախարարության հետ կամ չգիտեմ։ Այդ 2 տարին, որ այնտեղ ծառայության ընթացքում կորցնում է դա մարզիկը իրականում։ Այո, եթե ծառայության մեջ է միանշանակ կորցնում է։ Եւ շատերը չեն կարող վերադառնալ, մտնում են մարզասրահ, պարապում են, իրենց չեն գտնում, նույն կարգավիճակում չեն լինում, ինչպես որ նախկինում ա եղել, շատերի մոտ հիասթափություն ա լինում, շատերը գտնում են իրանց եւ ուժ են գտնում, շարունակություն են տալիս եւ կարողանում են ընթացքում նորից հաջողություններ։ Իրականում, եթե հաշվարկենք եւ մոտավորապես պլյուս մինուս հաշվենք այն մարզիկներին, որոնք որ պետք է ազատվեն բանակից, որովհետեւ շատ ավելի մեծ գործ են անում ազգի համար եւ համեմատենք այն մարդկանց հետ, որոնք որ չեն ծառայում ինչ-ինչ պատճառներով, անհամեմատելի են թվերը։ Ավելի լավ է ծառայեն բոլորը, իսկ մարզիկները մի քանի 100 մարզիկները ազատված լինեն եւ փորձեն մեր երկրի պատիվը բարձր պահել այլ հարթակներում։ Այնպես ինչպես բարձր պահեց Գորը, ով մեր տաղավարում Գորը, Յուրան եւ շատ ու շատ մնացած մարզիկները տարբեր մարզաձևերում։ Շնորհակալություն զրույցի համար։ Լավ ունենք ձեզ մաղթում, շնորհակալություն, հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոր Ներսիսյանն էր մեր տաղավարում եւ իր անձնական մարզիչը եւ մեր հավաքականի ավակ մարզիչը Սարգիս Հովսեփյանը։ Մաղթում ենք հաջողություններ, սպասում ենք հաղթանակներ Քայերեում եւ կիսաեզրափակիչում ճապոնացի, 1 հարթում իտալացու հաղթեց, կիսաեզրափակիչ ճապոնացում, իսկ եզրափակիչում Եգիպտոս ներկայացնող ուրեմն մարզիկին եւ դառնաս աշխարհի չեմպիոն։ Որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ ձեր ասածների իրականություն կդառնա, որովհետեւ ունենք շատ լավ ղեկավար կազմ, գլխավորությամբ մեր ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյան, քարտուղարություն, գլխավոր մարզիչ Սերոժա Մակարյան, ֆեդերացիայի փոխնախագահ Սերոժա Սարգսյան եւ շարունակական մենք ընդհանուր բոլորս մեծ ներուժ ունեցանք այս մրցաշարում, որի համար կրկին անգամ շնորհակալ ենք բոլորից եւ հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Դե նաև կարելի է երազել նրա մասին, որ աշխարհի առաջնությունը մի օր բերենք Հայաստանի Հանրապետություն։ Ինչու՞ ոչ։ Եվ անպայման չի դա Երևանում լինի, կարող է լինել Ապարանում, Մեղրիում, Կապանում, որտեղ որ կունենանք լավ Գյումրիում ակադեմիան, որ պատրաստ լինի արդեն Արթուր Ալեքսանյանը, ինչու ոչ նաև այնտեղ կարող ենք կազմակերպել։ Դա մեզ մոտ լավ է ստացվում։ Շնորհակալություն մեր հյուրերին, այս պահին գնում ենք գովազդի։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից եւ ժամանակն է առանց վիզաների գնալու Եվրոպա, Եվրոպայի սիրտ կամ սրտերից մեկը, որովհետեւ Եվրոպան շատ սրտեր ունի, փաստորեն, չէ։ Այսօր գնում ենք Պրահա միասին տեսնելու, բացահայտելու եւ ավելին իմանալու Սուրբ Վիտուսի տաճարի մասին։ Սուրբ Վիտուսը մի հիանալի անձնավորություն է, ում կյանքը ավարտվեց 303 թվականին, սիրելիներս,
նա առաջին քրիստոնյա առաջիններից էր, ով սրբացավ եւ հետաքրքիր է, որ միջնադարում ուրեմն Սուրբ Վիտուսի արձաների արչեւ այդպիսի հավատ կար, որ եթե ծննդյանդ օրը այդ արձանի արչեւ ապարես, բոլոր հիվանդություններից կլավանաս։ Եվ անգամ հետո այսպես էպիդեմիաներ էր առաջացել եւ մարդիկ օրեր շարունակ պարում են այնքան, որ ուժասպառ են լինում։ Սա պարզապես հավատ է, հավատք է, պետք չի ցրան հավատել, բայց Պրահա գնում ենք այս պահին, սա խոստանում ենք ձեզ։ Գնացինք։ Վերադարձանք Պրահայից եւ մարդկա մարդկոցները նստել են եւ հիմա մենք գանք օգնության։ Այո, հիշեցնենք, որ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարդկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարդկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարդկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների ու այլ սարքավորումների համար անընդհատ մարդկոցներ գնել։ Stark USB մարդկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորող մարդկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ էլ ձեռք բերեք Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries marketplace-ներից։ Իսկ մինչ դուք պատվիրում եք Stark-ի ապրանքանիշները, մենք ինչ ենք անում։ Գրում ենք գովազդի դուք վերադառնանք եւ արդեն կարծես թե կունենանք հետաքրքիր շատ հետաքրքիր հյուր մեր տաղավարում։ Գնացինք։ Վերադարձանք գովազդից հետո եւ հիմա մեր հյուրի հետ միասին կգնանք անցյալ։ Անապատի օդապարուկները հուշարձաններ են, որ միայն արբանյակով կամ դրոններով լուսանկարում են ու մենք դա տեսնում ենք։ Կամ օդապարուկից կարող ես տեսնել։ Կարող ենք, ամեն դեպքում բարձրությունից։ Այս հուշարձանների ուսումնասիրությունը աշխարհում սկսվել է նախորդ դարի 20-ական թվականներից։ Հայաստանում էլ գրեթե նույն ժամանակ են հասկացել դրանց առկայության մասին, բայց լրջորեն ուսումնասիրել դրանք սկսել են միայն վերջերս։ Այս հուշարձաններն իսկապես համաշխարհային նշանակություն ունեն։ Մեր տաղավարում է հնագետ Մարիամ Շահմուրադյանը, ով մեզ կպատմի այս հուշարձանների բացառիկության մասին։ Բարի լույս։ Բարի լույս։ Այս հուշարձանները եւ ոչ միայն։ Մարիամ, ինչպես եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Ես լավ եմ։ Ամեն անգամ, երբ որ շփվում եմ հնագետի հետ, իսկ հնեաբանը։ Հնեաբանները զբաղվում են ուրիշ ոլորտով, հետազոտում են հին էակներին, այսինքն ավելի բնական։ Պալեոնտոլոգիա, արխեոլոգիա։ Okay։ Հա, ես փաստորեն փոքր ժամանակ երազում էի դառնալ Մարիամի պես, բայց չդարձա։ Ոչ գեղեցկությամբ, ոչ էլ։ Մենք խոսենք անապատի օդապարուկների մասին։ Չէ, միջև այդ եկեք թող Մարիամ պատմի, ես գիտեմ որտեղ, որ Մարիամը Քեմբրիջում է սովորել նաև։ Քեմբրիջում սովորել է եւ վերադարձել է Հայաստան, շատ կարեւոր է սա։ Ինչի գնացիք Քեմբրիջ եւ ինչ եք այնտեղ ուսումնասիրել։ Քեմբրիջում ուսումնասիրել եմ մեկ այլ հետաքրքիր հուշարձան, դրանք Հայաստանի ժայռապատկերներն են։ Եվ այնտեղ ատենախոսական աշխատանք եմ պատրաստել հենց Հայաստանի ժայռապատկերների վերաբերյալ, փորձելով հասկանալ արդյոք դրանք արվեստի հասկանալ եւ ապացույցել, փորձել բացահայտել, այո, արդյոք դրանք արվեստի գործեր են, թե կարող են գրի ավելի վաղ փուլ ներկայացնել։ Եվ ի վերջո դեռ ավարտված չի ամեն ինչ։ Դեռ ավարտված չի աշխատանքը եւ հետազոտությունները դեռ շարունակական բնույթ են կրում։ Բայց այն ամեն ինչ ուսումնասիրել եք այս 2 տարվա ընթացքում, արդեն շատ ավելի շուտ հանգեցնում է այն եզրակացության, որ դրանք միայն չէ, տարեր չէ, դրանք ավելի շուտ այո նշաններ են եւ
հետագա պետք են ավելի շատ վիճակագրական վերլուծություններ, որպեսզի հնարավոր լինի ի հայտ բերել կրկնությունները, իրենց հաճախությունը, որպեսզի հնարավոր լինի արդեն Քանի տարեկան են այդ գրերը մոտավորապես ժառապատկերների թվագրությունը դեռևս լիարժեք պարզաբանված չի եւ դա իրականում բարդ խնդիր է, որովհետեւ դրանք տասնյակ հազարներ են եւ դժվար թե բոլորը միևնույն ժամանակ ստեղծված լինեն ու տարբեր տեսակետներ կան ըստ այդ տարբեր տեսակետների դրանց վաղագույն նմուշները դեռևս քարիդարով են թվագրվում եւ դրանք շարունակաբար փորագրվել են ընդհանուր միջև առաջին հազարամյակ մեր թվարկությունից առաջ դա մեզնից 3000 տարի առաջ Վերջապես վերադառնանք անապատի օդապարուկներին։ Ինչ են սրանք եւ ինչու են այսպես կոչվում։ Անապատի օդապարուկները շատ բացառիկ հուշարձաններ են, շատ մեծ չափերի հուշարձաններ են, պատկերացրեք երևի ֆուտբոլի դաշտի չափ կամ մի քանի ֆուտբոլի դաշտի չափ եւ առաջին անգամ դրանք օդաչուներն են հայտնաբերվել, որտեղ իրենք որ մեծ չափերի են, գետնի վրա չեն երևում։ Կարող ես եւ չնկատել, որ դու կառույցի մեջ ես գտնվում, եւ օդաչուները, երբ որ առաջին աշխարհամարտի ժամանակ ինքնաթիռներով եւ ուղաթիռներով անապատների վրայով թռչել են, նկատել են այդ կառույցները եւ նմանացրել են ձևը խաղալիք օդապարուկների հետ, ռուսերեն ասում են воздушный змей, երբ որ թռցնում են այդ օդապարուկները եւ այդ կառույցները նմանացրել են օդապարուկների եւ դրա համար անունը դրել են օդապարուկներ ու քանի որ առաջին անգամ անապատներում են հայտնաբերվել դրա համար հաճախ ասում են անապատի օդապարուկներ Եվ այդ հուշարձանների բացառիկությունը կանում է նրանում, որ նախ աշխարհի շատ քիչ երկրներում են հանդիպում, այս պայդրությամբ մոտ 10 երկրներում, որոնցից մեկը նաև Հայաստանն է։ Երկրորդը դրանք հսկայական չափերի են ու չափերից բացի նաև հարյուրավոր տարբեր ձևեր ունեն, այսինքն վերևից որ նայում եք։ Ոչ մեկ չի կրկնվում։ Չէ, ինդիվիդուալ ձևեր են, բայց այդ ձևերը տարբեր տարածաշրջաններում կրկնվում են։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ մարդիկ գիտակցված, հա, որևէ իմաստով, այո, այդ հուշարձաններին ձև են տվել եւ ըստ տիպօրինակի տարբեր տարածաշրջաններում կառուցել են Հիմա եւ այդ ձևերը դրանք մի մասը երկրաչափական են, այսինքն ուղղանկյուն, քառակուսի, եռանկյունի, բայց մի մասն էլ հակառակը, որ նայում ես տարբեր առարկաների պատկերներ են իրենք հիշեցնում եւ դրա համար որոշ օդապարուկներին տվել են նաեւ առանձին անվանումներ, օրինակ աստղաձև, լուսնաձև, բահաձև եւ այլն։ Ու այս հուշարձանների ուրեմն եկեք բարձրացնենք այն մարդկանց համար որոնք որ չեն պատկերացնում, դրանք կառուցված են պարզապես քարերով, այո, քարերի 4 շարվածքով։ Գետնից բարձր են։ Ինչքան։ 50 սանտիմետր, 1 մետր, 2 մետր։ Պարիսպները կարող են մինչև 1.5 մետր բարձրություն ունենալ պարիսպները։ Քարերը ամրացված են իրար հետ, իրար վրա շարված են առանց շաղախի, պարզապես շարված են եւ դրանք բավականին մեծ չափերի քարեր են։ Նմանատիպ հուշարձանները կոչվում են մեգալիցյան հուշարձաններ, այսինքն բավականին մեծ քարերով են շարված եւ ինչպես են դրանք կազմած մի քանի կիլոմետրանոց պատաշարեր են, որոնք որ զուգամիտելով այսպես ուղղորդում են դեպի արդեն այդ պարիսպը, որը որ արդեն տարբեր ձևեր ունի։ Ճանապարհի նման, որ արդեն տանում է դեպի պարիսպը, որը որ տարբեր ձևեր ունի եւ պարիսպին արտաքին կողմից աշտարակներ են կցակառուցված եւ մինչեւ հիմա չնայած որ դրանք հսկայական չափերի են, չնայած նրան որ արդեն 100 տարուց ավել հետազոտվում են այս հուշարձանները, մինչև հիմա դրանց գործառույթը բացահայտված չի։ Եվ հիմնական խնդիրը, պատճառը, թե ինչի բացահայտված չի, որտեղ այդ կառույցներում մշակութային շերտեր չկան։ Ինչ է դա նշանակում։ Մենք երբ որ մնացած հնագիտական հուշարձանները, պեղումներ ենք իրականացնում, այնտեղ շերտեր կան, որոնցից որ տարբեր առարկաներ են դուրս գալիս եւ մենք դրանց վերլուծության հիման վրա փորձում ենք արդեն մեկնաբանել, թե սա կարող էր այս նշանակություն ունենալ, այստեղ օրինակ բնակավայրերը, այո, իսկ օդապարուկների դեպքում, այո, մենք այդ հնարավորությունը
չունենք ու դրա Իսկ կան համար վարկածներ, ինչ է վարկածներ կան եւ մինչեւ հիմա ինչ վարկածներ որ առաջարկվել են հիմնականում երկրորդային փաստարկների կամ էլ համեմատությունների վրա հիմնված վարկածներ են ուրեմն տարիքի հետ կապված նախ ասեմ որ հնագույն օդապարուկները այս պայդրությամբ բավականին հստակ թվագրվում են մեր թվարկությունից առաջ 10-րդ հազարամյակով, այսինքն մեզնից 10-րդ հազարամյակ, այսինքն մեզնից 12000 տարի առաջ դրանք Սիրիայի եւ Հորդանանի տարածքում են հայտնաբերվել եւ ուրեմն հնաչափական անալիզներ են կատարվել եւ դրանք հստակ տվյալներ են եւ ընդհանուր այնտեղ իրենց հնագիտական ինչ էլ որ հայտնաբերվում են օդապարուկների շրջակայքում բոլորը այդ տարիքի հուշարձաններ են իսկ մնացած տարածաշրջաններում տվյալները սուղ են հիմա օրինակ Հայաստանում կոնկրետ մեր պարագայում մենք ու նաև մի քանի միջազգային արշավախմբեր պեղումներ եւ հետախուզական աշխատանքներ են իրականացրել այսօրվա տվյալներով ավելի հակված ենք նրան որ հիմնականում մեր թվարկությունից առաջ 3-րդ, 2-րդ հազարամյակներով են թվագրվում այսինքն այդ ժամանակ հաստատ դրանք գործածության մեջ են եղել որտեվ նաեւ իրենց շրջակայքի բոլոր հուշարձանները հիմնականում այդ ժամանակաշրջանով են թվագրվում բայց քանի որ մնացած տարածաշրջաններն դրանք ավելի հին են շատ հնարավոր է որ մոտ ապագայում մեզ մոտ էլ ավելի հին շրջանի օդապարուկներ բացահայտվեն մանավանդ որ իսկապես դրանց շրջակայքում կան շատ ավելի հին բնակավայրի հետքեր 8-րդ հազարամյակի 9-րդ հազարամյակի եւ ասեմ որ այս տարի այդ խնդիրը կարծես թե կլուծվի որովհետեւ ճիշտ է դասական պեղումներով հնարավոր չի թվագրությունը պարզել բայց այս տարի համատեղ արշավախումբ է լինելու հայ-ավստրիական եւ ավստրիացի երկրաբանների խումբ է գալու ովքեր որ նստվածքների հիման վրա փորձելու ենք այդ խնդիրը պարզաբանել, այսինքն բնագիտական մեթոդներով փորձել խնդիրը լուծել։ Քանի տարեկան է դրանք։ Մարիամ, առաջին անգամ, երբ որ ես ձեր տեսանյութում տեսա այդ անապատի օդապարիկները, միանգամից մտածեցի Նասկայի անապատու մասին։ Այնտեղ էլ այդ բոլորս հայտնի են։ Տիեզերքի հետ կապված ինչ որ գաղափարներ մտքեր կան, որ լավ ինչի համար է այդպես այդքան մեծ, որ միայն վերևից ով էր տեսնում դա, ինչի է դա այդպես արվում։ Ասեմ, որ օդապարուկների պարագայում դա դեռևս չլուծված խնդիր է եւ նույնիսկ չքննարկված խնդիր է։ Ասեմ, որ առաջին անգամ մի քանի տարի առաջ ինքս այդ խնդրին անդրադարձա եւ զուգահեռներ բերեցի։ Եվ զուգահեռներ բերեցի, այսինքն գործնականում քննարկման առարկա դարձրեցի, որ այստեղ էլ պատկերներ ունենք, ուղղակի այս օդապարուկների պարագայում դրանք ավելի շուտ քարերով շարված են, բայց դա դեռևս, ուրեմն ասեմ, հաստատել չստացվեց, ինչի, որովհետև դրա համար հնագիտությունը ինքը պահանջում է հստակ վիճակագրական անալիզներ, այսինքն դու կարող ես մի բան տեսնել, որ դա իսկապես այդպես է, բայց ապացուցելու համար իսկապես անհրաժեշտ են մեծ քանակի վիճակագրություններ։ Օրինակ, եթե ես տեսնում եմ, որ այս օդապարուկը աստղաձև է, եւ ես տեսնում եմ, որ այս աստղաձև պատկերները նաեւ մնացած տարածաշրջաններում կրկնվում են, բոլոր չափումները ճիշտ են եւ այլն, եւ եթե ես կարողանամ օրինակ տասնյակներ նման նմուշներ բերել, ես կկարողանամ դա ապացուցել։ Եվ հիմա ինքս այդ վիճակագրական անալիզներով եմ զբաղվում, որպեսզի հնարավոր լինի այդ տեսակետը շարունակել։ Հիմա ինչպես կարելի է դա բացատրել, ուրեմն ճիշտ է դրանք ես ինքս, նայեք, 3 տեսակետ կա, ըստ առաջին տեսակետի դրանք որսի համար են, այսինքն կենդանիներին քշել են, հետո նետահարել են, սպանել են, ըստ երկրորդ տեսակետի դրանք անասնապահական նշանակություն է, այսինքն կենդանիներին ոչ թե սպանել են, այլ ուղղորդել են եւ պահել են։ Իսկ երրորդ տեսակետը, որին որ ինքս եմ ավելի շատ հակված, որ այդ հուշարձանները ավելի շուտ ինչ որ ծիսական, պաշտամունքային նշանակություն կարող են ունենալ եւ այդ ձևերը կարող են իրականում կապված լինել դրա հետ, այսինքն որոշակի գաղափարական հիմք ունենան։ Եթե աստղաձևը սա որոշակի իր գաղափարական հենքը ունի, եթե, չգիտեմ, լուսնաձև է, դա իր գաղափարական հենքը ունի եւ ինքս ավելի շատ հակված եմ այդ մոտեցմանը, հատկապես որ կան այդ նույն օդապարուկները, որ քարերով շարված են, նաեւ այս ժայռապատկերներում կան օդապարուկների պատկերներ
պատկերներ։ եւ օթապարուկների մեջ կան ավելի շատ դիցաբանական բնույթի տեսաներ, այսինքն կան վկայություններ, որ դրանք իսկապես կարող են նաեւ պաշտամունքային նշանակությամբ գործածվել։ Այսինքն պատկերներ դիցաբանական։ Դիցաբանական սյուժեներ, այսինքն ռուսան միֆոլոգիչսկի Ինչ սյուժետ։ որ ներսում տեղի Հա, ունեցել։ ինչ որ տեղի ունեցել, այո։ Իսկ այդ ժայռապատկերների նկարված, պատկերված այդ օթապարիկները անապատի գտնվել են հենց նույն ֆորմայով։ Գտնվել են, այո, դրանք էլի Սիրիայի եւ Հորդանանի տարածքում են գտնվել, Հայաստանում դեռևս չունենք օթապարուկ։ Օթապարուկների շրջակայքում կան ժայռապատկերներ, բայց օթապարուկի պատկեր դեռ չեն կարողացել փաստագրել, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի խնդիր է, որովհետեւ բոլոր տարածաշրջաններում հայտնաբերվել են, ուղղակի Հայաստանում ըստ երևույթին դա ավելի շատ կապված է պահպանվածության աստիճանի ու վաղեմության հետ, որտեվ որ նայում ես երբեմն շատ դժվար է ճանաչել, այսինքն իրանք արդեն դեգրադացվել են, հա, եւ դժվար է ուղղակի անձն աչքով ճանաչել, բայց ես կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ դա ֆիքսել։ Հայաստանում որտեղ կան այդ անապատի օթապարիկները, ամբողջ տարածքում թե միայն ինչ-որ կոնկրետ։ Մի քանի մարզերի տարածքում, դրանք Արագածոտնի մարզում են, Արմավիրի մարզում եւ մի քանի հատ Շիրակի մարզում, բոլորը Արագած լեռան փեշերին են, հարավային եւ հարավարևմտյան եւ որոշակի բարձրությունների վրա են գտնվում։ Այսինքն ոչ ներքևը դրանց։ Չէ, հիմնականում 900-ից մինչև 1400 մետր, դա էլ է շատ հետաքրքիր, թե ինչի են հիմնականում այդ բարձրությունները ընտրել։ Իսկ աշխարհում որտեղ է ամենաշատ տարածված։ Աշխարհում ամենաշատ, ասեմ, մի քիչ դա հարաբերական հարց է, ամենաշատ այս պահին Հորդանանի եւ Սիրիայի տարածքում, բայց խտությամբ երևի թե ամենաշատը Հայաստանում, որտեվ Հայաստանի տարածքը փոքր է, բայց օթապարուկները շատ խիտ են։ Իսկ այնտեղ տարածքը մեծ է, բայց օթապարուկները իրարից շատ հեռավորության վրա են էլի գտնվում եւ ասեմ, որ Հայաստանի օթապարուկները նաեւ բացառիկ են այն առումով, երկու առումով են բացառիկ, մեկը պահպանվածության շատ լավ աստիճան են ցուցաբերում, այսինքն մնացած տարածքներում դրանք ավելի շատ են վնասված եւ նաեւ փոփոխված, որտեվ քանի որ դրանք հազարամյակների պատմություն ունեն, մարդը հետագայում նաեւ վերափոխել է, այո։ Իսկ Հայաստանում հակառակը կան նմուշներ, որ ընդհանրապես կարելի ասել վնասված չի եւ ընդհանրապես ձևափոխությունների չի ենթարկվել ու դրանց հնագիտական միջավայրը շատ հարուստ է, այսինքն օթապարուկները տարբեր կառույցների հետ ոնց որ կապ ունեն եւ հնարավոր է շատ լավ վերակազմություններ անել ընդհանրապես աշխարհի մակարդակով, էլի, ու մենք հիմա մեր թիմը կոնկրետ, երբ որ մենք աշխատել ենք, մենք փորձել ենք այդպես ավելի շուտ համալիր մոտեցում ցուցաբերել, ինչը որ կարծում եմ կօգնի այդ հանելուկը բացահայտել։ Հիմա կոնկրետ այս պահին օթապարիկների ներսում ինչ որ պեղումներ կատարվում է, չի կատարվում, եթե կատարվում, ինչ է գտել միջևս։ Նայեք, օթապարուկների պարսպի ներսում պեղումներ կատարելը գործնականում անիմաստ է, որտեղ մշակութային շարժ չկա, այսինքն մի փոքր ուղակի պեղում անենք, արդեն ժայռին ենք հասնում, այդտեղ ոչ մի բան պահպանված չկա։ Այսինքն հող չկա այնտեղ, ժայռ է։ Շերտ չկա, հող կա, բայց մի փոքր որ իջնում ենք, արդեն ժայռն է, այսինքն ամեն ինչ հողմնահարվել է, ոչ մի բան չի մնացել։ Բայց օթապարուկների աշտարակներում պեղումներ իրականացվել են, բայց հետաքրքիր այն է, որ աշտարակները դրանք պատկերացրեք մինչև 3-ից 4 մետր խորություն ունեն, պատերով շարված են, շատ լավ շարվածք ունեն, բայց ոչ մի բան չկա իրենց ներսում։ Այսինքն ու այնտեղ էլ աշտարակի ներսում, որ օրինակ ինչ որ մի բան գտնում ենք, դա շերտից չի, այսինքն շատ հնարավոր է, որ հետագայում ինչ որ մի կերպ այդ իրը, հա, հայտնվել է աշտարակում, որտեղ ավելի ցածր դիրքում է գտնվում եւ անհնար է միարժեքորեն դա վերագրել օթապարուկին։ Խնդիրը իսկապես լուրջ է օթապարուկների պարագայում եւ ասեմ, որ հաշվի առնելով դրանց հսկայական չափերը, ձևերը, այսինքն պատկերացրեք հարյուրավոր մարդիկ են մասնակցել դրանց կառուցմանը ու ջանք չեն խնայել, էլի այդ տեսակ մեծ կիլոմետրերով պատեր շարեն, հատուկ ու ձևեր տան ու նաեւ այդ ձևերը հստակ արտահայտեն, այսինքն վերևից որ նայում ես շեղումներ չկան։ Դա նշանակում է, որ ըստ երևույթին շատ կարևոր նշանակության շինությունների հետ գործ ունենք ու ստացվում է, որ մարդկության պատմության, հա, մշակույթի մի ամբողջական գլուխ այսօր մեզ հայտնի չէ,
որտեղ մենք չենք կարողացել դել գործառույթի խնդիրը լուծել։ Ինքս էլ որ անցած տարի, նախ անցած տարի ատենախոսություն եմ պաշտպանել օդապարուկների վերաբերյալ, ճիշտ է ինքս կարողացել եմ էլի վերլուծել օդապարուկների անասնապահական եւ որսի գործառույթները խնդիրները ներկայացրել եմ, բայց ամեն դեպքում իմ տեսակետը ես դեռևս չեմ կարողացել հիմնավորել, որովհետեւ նյութը որ չկա, փաստացի նյութը ամեն ինչ ավելի թեական է։ Այո, այսինքն դուք դեռ ունեք ինչ որ պատկերացում, բայց ապացույցներ ցավոք սրտի դեռ չկան, այդքան ինչ կան։ Չէ, ապացույցներ չկան եւ ես ճիշտ ասած մի շատ կարեւոր բան եմ հասկացել, որ նայեք, մոտավորապես 2-3 տարի առաջ ես ինչ երևույթ որ լիներ, պատկերացում էի կազմում, այսպես ասած ինտուիտիվ ձևով եւ այսպես վերևից նայելով եւ ամեն գնով փորձում էի դա ապացուցել։ Նույնիսկ երբ որ Քեմբրիջ մեկնեցի, ես մտածում էի, որ չէ, ժայռապատկերները դրանք գրի հնագույն փուլ են, ես պիտի գնամ դա ապացուցեմ, դա պիտի լինի համաշխարհային սենսացիա, կապացուցեմ եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը կսևեռվի Սյունիքի վրա եւ դա մեծ հեռանկարներ կբացի հնագիտության համար։ Բայց հետո հասկացա, որ երբ որ քո առաջ խնդիր ես դնում ապացուցել ինչ որ մի բան, դա իրականում խանգարում է, որովհետև երբ որ դու ի սկզբանե մի բանի վրա սևեռվում ես, հավատում ես, շատ դժվար է դրանից հրաժարվել եւ շատ դժվար է դրան օբյեկտիվ վերաբերվել, այսինքն ակամա թե ակամա բոլոր ապացույցները փորձում ես հարմարացնել քո մտքին եւ երբ որ դիսերտացիաս գնահատեցին Քեմբրիջում, ուրեմն մեկնաբանության մեջ գրել էին, որ ամեն ինչ արեցի որպեսզի ապացուցեմ այդ տեսակետը եւ ոչ մի բան չարեցի, որպեսզի կարողանամ այլընտրանք առաջարկել։ Ու դա իմ համար շատ մեծ դաս եղավ, որովհետեւ ես հասկացա, որ նման մոտեցումով իրականում հենց այդ ձևով կարող ես խանգարել ինքդ քեզ եւ քո երազանքներին։ Մարիամ, եւ վերջում մի շարք գիտնականներ եւ հնագետներ հիմա պնդում են, որ Սյունիքի մարզում գտել են Վարդան Մամիկոնյանի ուրեմն գերեզմանը եւ իր հարազատներն այնտեղ գիտեք դրա մասին, չգիտեք եւ ինչպես եք վերաբերվում դրան։ Ճիշտ ասած, դրա մասին տեղյակ չեմ, չէ։ Բարի։ Լավ, ուրեմն դրա մասին խոսենք ուրիշ հնաբանների հետ։ Ուզում եմ հասկանալ, ինչ հստակ պատկերներ կան, որոնք Հայաստանում արդեն պարզ երևում են, որոնք են այդ հստակ պատկերները։ Հայաստանում շատ տարածված են ուղղանկյունաձև, եռանկյունաձև, լուսնաձև, աստղաձև, բահի ձև ունեցող օդապարուկներ, բայց ասեմ, որ նաև շատ ունիկալ ձևեր կան, որոնք որ նույնիսկ իրականում շատ դժվար է ինչ-որ բնորոշում տալը, որտեվ անկանոն են եւ դժվար է մեկնաբանել, բայց Հայաստանում կան այն բոլոր ձևերը, որոնք որ կան աշխարհում, այո։ Շնորհակալություն Մարիամ, հույս ունենանք մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն որոշակի ավելի հստակ ինֆորմացիաներ կունենանք եւ բացահայտումներ կլինեն, այո։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում է հնագետ Մարիամ Շահմուրադյանը, ով մեզ պատմեց հուշարձանների բացառիկության մասին։ Դե ինչ ասեմ, ոտների տակ ուշադիր նայեք եւ ինչ որ երբ բարձունքներ եք բարձրանում, այնտեղից է ուշադիր նայեք ներքևում ինչ է կատարում եւ միգուցե ինչ որ բացահայտում նաեւ դուք անեք եւ օգնեք Մարիամին եւ իր գոլեգաներին։ Գովազդ Շանթի եթերում այս պահին։ Վերադարձանք գովազդից ու ձեզ ներկայացնենք մեր հովանավորին։ Մենք ձեզ ենք ներկայացնում Եվրոֆորդիչո կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Եվրոֆորդիչո կահույքի սրա զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն է Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանները եւ ոչ միայն ֆուրնիչերի հետ միասին։ Մենք անցնենք առաջ ու ձեզ ներկայացնենք ֆենոմենալ մարդկանց մասին մեր շարքը։ Այսօր պատմելու ենք Անգլիայի ամենաերկարակյաց գահակալներից մեկի մասին։
Եղիզաբեթ II այսօրվա արքայի Կարլի մայրիկի մասին, որը որ թողել է իր հետքը թե Անգլիայի պատմության մեջ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի, թե ամբողջ աշխարհի, որտեղ այնքան մարդկանցատես է, այնքան երկար ապրե եւ այնքան ճիշտ ու լավ գործեր է կատարել, որ յուրաքանչյուրս կարող ենք երազել, չնայած դժվար է լինել թաքուի։ Իմ պարագայում, որ շատ դժվար է, Հասմիկի պարագայում մի քիչ ավելի հեշտ, բայց միևնույնն է դժվար է։ Գնանք բացահայտելու իսկական թաքուհու ֆենոմենը։ Այսպիսի ֆենոմենալ կյանք, որը որ շարունակվում է, քանի որ կան եւ գոյություն են երեխաները, թոռները, ծոռները եւ ժառանգությունը։ Այս պահին նաև գոյություն ունի գովազդը։ Գովազդ Չանթի եթերում։ Այսօր այսքանը, հուսանք, որ ձեզ մոտ օրը լավ սկսվեց։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մենք ձեզ մաղթում ենք դրական օրվա դրական շարունակություն։ Ժպտացեք, եղեք առողջ եւ պրոդուկտիվ աշխատանքային օր ունեցեք։ Միջնոր հանդիպումներ։ Հաջողություն։ Ցե